Ինչ արդյունքների է կարողացել հասնել հայաստանյան ընդդիմությունը նախորդ 4 գումարումների ազգային ժողովի ընտրություններում։ Հայաստանի Հանրապետության առաջին գումարման ազգային ժողովի ընտրությունները 1995 թվականի հուլիսի 5-ին էին։ Նույն օրը զուգահեռաբար անցկացվում էր նաև Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Հիմնական օրենքի նախագիծը հեղինակել էր իշխանությունը, իսկ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջնորդվում էին ոչ հակաժողովրդավարական նախագծին կարգախոսով։ Ընտրությունների պաշտոնական արդյունքներով ոչի շարժումը պարտվեց։ Սահմանադրության նախագիծն ընդունվեց։ Առաջին գումարման ազգային ժողովը բաղկացած էր 190 падգամավորից, ի տարբերություն հաջորդ գումարումների, որոնցում հենց 95-ին ընդունված սահմանադրության համաձայն ընտրվում է 131 падգամավոր։ Ընդդիմությունն առաջին գումարման ազգային ժողովում ունեցավ 16 падգամավոր, 7 կոմունիստ, ազգային ժողովրդավարական միության 5 ներկայացուցիչ, ԱԻՄ-ի 3 ներկայացուցիչ եւ դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, որը բնականաբար ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով։ Հիշենք, որ այս ընտրություններին դաշնակցությունը չէր կարող մասնակցել, քանի որ 1994-ի դեկտեմբերի 28-ից կասեցված էր այդ կուսակցության գործունեությունը դրո ահաբեկչական կառույցի հետ կապերի մեղադրանքով։ Առաջին գումարման ազգային ժողովը հետագայում որոշակի առիթներ ունեցավ դրսևորվելու իբրև քաղաքական մարմին։ 96-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններում ընդդիմությունը կարողացավ հանդես գալ միասնական թեկնածուով, իդեմս ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ստանալ քվեների պատկառելի պաշար, պաշտոնական թվերով 42%։ Սկսած 1997-ի աշնանից ազգային ժողովում փոխվեց ուժերի հարաբերակցությունը։ Իշխող հանրապետություն միավորումից անջատվեցին նախ հայրենիք падգամավորական խումբը, ապա երկրապահ խումբը, որի կնքահայրը պաշտպանության նախարար եւ երկրապահ կամավորականների միության նախագահ Վազգեն Սարգսյանն էր։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ուժային նախարարների հետ ունեցած տարաձայնություններից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց փոքրամասնության ճամբարում։ Նրան սատարող падգամավորների թիվը ավելի փոքր էր, քան իր հրաժարականը պահանջողներինը։ Ի վերջո 1998-ի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Դրանից հետո արդեն խորհրդարանական ընդդիմության դիրքերից հանդես էին գալիս ՀՀՇ-ական կորիզով հանրապետություն միավորումը, Շամիրամը, որոնք նախկինում կազմում էին մեծամասնություն։ Ընդդիմադիր դիրքերում շարունակեց մնալ նաև հայրենիք падգամավորական խումբը։ Առաջին գումարման ազգային ժողովում վերջին 1 տարում իշխանությունը մեծ դժվարությամբ էր կարողանում օրենքներ անցկացնել։ Մշտապես լինում էին իշխանական նախագծերի կոշտ քննադատություն, հիմնավորված հակափաստարկներ։ Երկրորդ գումարման ազգային ժողովի ընտրությունները 1999-ի մայիսի 30-ին էին։ Այս ընտրությունների արդյունքներով ազգային ժողով մուտք չունեցավ նախկին իշխանությունը ներկայացնող ուժերից եւ ոչ մեկը։ Խորհրդարանում հայտնվեց 6 ուժ, բացարձակ մեծամասնություն ուներ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնություն դաշինքը, որը սակայն ազգային ժողովի մշտական անձնաժողովների նախագահների մի քանի տեղ հատկացրեց դաշնակցությանը, ԱԺՄ-ին եւ Կոմկուսին։ Պաշտոններից զերծ մնաց Օրինաց երկիրը եւ Իրավունք եւ միաբանություն դաշինքը։ Այս ազգային ժողովում էլ սակայն հետագայում ուժերի հարաբերակցություն փոխվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ոչրագործությունից հետո, երբ գլխատվեցին միասնության առաջնորդները, աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանն իրեն ենթարկեց այդ դաշինքի կուսակցություններից հանրապետականին։ 2000 թվականի մայիսի 20-ին ձևավորվեց ՀՀԿ-ից անջատվածներից կազմված Հայաստան падգամավորական խումբը 12 հոգուց։ Այդ խումբը եւ նախկինում միասնություն դաշինքին անդամակցող ՀԺԿ-ն էլ հենց կատարեցին պարլամենտական ընդդիմության դերը։ Թեպետ նկատենք, որ ՀԺԿ-ից էլ շատերը դուրս եկան, համալրելով կամ իշխանության կուսակցության շարքերը, կամ լինելով դե յուրե անկախ փաստացի իշխանական падգամավոր։ 2003 թվականի մայիսի 25-ին կայացան երրորդ գումարման ազգային ժողովի ընտրությունները, որի արդյունքներով ընդդիմությունը ստացավ խորհրդարանական 131 տեղից 26-ը։ Նախկին միասնություն դաշինքի հիմնադիրներ Կարեն Դեմիրճյանի որդու եւ Վազգեն Սարգսյանի եղբոր նախաձեռնած Արդարություն դաշինքը համամասնական ընտրակարգով ստացավ 14 մանդատ, իսկ Արտաշես Գեղամյանի ազգային միաբանությունը 9։ Արդարության կողմնակիցներ էին համարվում նաև մեծամասնական ընտրատարածքներից ընտրված падգամավորներ Սմբատ Այվազյանը, Մանուկ Գասպարյանը եւ Վիկտոր Դալաքյանը։ 2006-ի մայիսին կառավարող կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմության դիրքերից խորհրդարանական գործունեությունը շարունակելու մասին ազդարարեց Օրինաց երկիրը, որն ուներ 21 падգամավոր, 12-ն ընտրված համամասնական ընտրակարգով, իսկ 9 մեծամասնական։ Սակայն ոչ բոլոր 21-ն անցան իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքի, ՕԵԿ անդամակցությունից հրաժարվելու եւ կառավարող կոալիցիայի հետ գործունեությունը շարունակելու մասին հայտարարեցին ՕԵԿ-ական գործարար падգամավորները։
4-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունը 2007-ի մայիսի 12-ին էր։ Այս խորհրդարանում հայտնված ընդդիմադիրների թիվը աննախադեպ ցածր էր։ Պարլամենտ անցավ միայն 1 ընդդիմադիր կուսակցություն՝ Ժառանգությունը 7 падգամավորով։ Հիմնական ընդդիմադիր ուժերն անմիաբան գործեցին եւ չհաղթահարեցին 5%-ի արգելքը։ Այդ արգելքը չկարողացավ հաղթահարել ոչ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, ոչ Արամ Սարգսյանի Հանրապետությունը, ոչ ազգային միաբանությունը, իսկ ՀՀՇ-ն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Միայն քվեարկությունից մի քանի օր առաջ գործակցություն ձևավորվեց ընդդիմադիր 3 ուժի միջև։ Արամ Սարգսյանի Հանրապետությունը, Արամ Կարապետյանի նոր ժամանակները եւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ձևավորված իմպիչմենտ դաշինքը համատեղ անցկացրին վերջին նախընտրական հանրահավաքը եւ կոչ արեցին քվեարկել իրենցից ցանկացածի օգտին, սակայն առավել լուրջ համագործակցություն ձևավորելու համար այլևս ժամանակ չկար։ Վերլուծելով այս ընտրությունների արդյունքները, ԱԺԿ նախագահ Շավարժ Քոչարյանն ասաց. ոչ թե իշխանությունը հաղթեց, այլ պարտվեց ընդդիմությունը։ Միայն ընդդեմ գործելու մոտեցումն իրեն սպառել է։ Այս ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն ամայացած էր մինչև 2007-ի սեպտեմբերի 21-ը, երբ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2009 թվականի ապրիլի 27-ից 4-րդ գումարման ազգային ժողովում ընդդիմադիր դիրքերից գործելու մասին հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Կարելի է համարել, որ այդ պահից պարլամենտն ուներ 26 ընդդիմադիր падգամավոր։ Ընդդիմության կազմում եւ կառուցվածքում փոփոխություններ եղել են Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարաններում։ Ինչպիսին կլինեն, ինչպես կգործեն նորընտիր խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, հարցերի պատասխանները հետաքրքրում են բոլորին։ Առավել եւս, քանի որ 2013-ի փետրվարին մեր երկրում նախագահի ընտրություն է։